այս բաներ սկսենք ապրելու երկիր կուսակցության անդամ Մեսրոպ Արաքելյանի հետ։ Տեսնեմ եւ մեր դիրքորոշումը զուտանա, որ մենք կորցրել ենք մեր ընկերոջը եւ նաեւ խնդրում եմ բոլորին զերծ մնալ ծայրահեղ շահարկումներից։ Քաղաքական է նկատում եք եւ քաղաքական մոտիվ քաղաքական ծայրահեղ շահարկումներից առնվազն այս պահին զերծ կմնանք որևէ մոտիվի մեկնաբանություն տալուց իրավապահ համակարգի եւ իշխանությունների նաեւ պատասխանատվությունը կանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը եւ դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն եւ դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ, նաեւ հիշենք, որ սպանվածներից մյուսը Վարոջա Գրիգորյանի ընկերը Կարենը, այո, որ ես նույնպես մտերիմ եմ, ոստիկանության ծառայող է եւ ոստիկանությունը կարծում եմ նաեւ այդ մասով պատվախնդրություն պետք է դրսևորի։ Իրե ոստիկանապետն ու ներքին գործերի նախարարը քիչ առաջ այստեղ են, դուք տեսակ իհարկե որևէ բան չմեկնաբանեցին, չցանկացան խոսել եւ նորություն էլ չունեն, ճիշտ ասած ասելու դեպքի հետ կապված դուք իրենց ուղիղ պատասխանատվությունը տեսնում եք թերացման, վատ աշխատանքի կամ չգիտեմ, ջուրմատների արանքով նայելու մասով։ Բնական է, որ երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Նույնիսկ կրկնում առնվազն այն, որ երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը եւ այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն։ Այսինքն ոչ թե պետք է հենց այդ հանցագործության պահին կանխարգելվի։ Ես չեմ ուզում մասնագիտական մեկնաբանություններ տալ, բայց իրավապահ համակարգը շատ լավ է տիրապետում երկրում հանցագործության պոտենցիալ ունեցող շրջանակներին, առավել եւս փոքր բնակավայրերում եւ այդ ուղղությամբ աշխատանքները թերացել են, ինչը թողի վիճակում է։ Ակնհայտ է, որ հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճը եւ նաեւ բեսպրիձելը արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքերը յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Խնդիրը միայն Վարոջա Գրիգորյանի քաղաքական կարգավիճակը չէ, ցանկացած մարդու նման ձևի ողբերգական մահը իշխանությունների բացթողումն է եւ այդ ուղղությամբ աշխատանքները էական թերանում են։ Եվ մի բան էլ պարոն Արաքելյան, այս դեպքը, այս ողբերգական դեպքը ապրումին արդյոք այս համայնքում այստեղ ունեցած գրակոչների Ես մեկը մյուսի շնորհակալություն կապրեշն կարող է Վարոջա Գրիգորյանը եւ իր ընտանիքը որովից առնչություն չեն ունեցել այդ ամիսներ առաջ տեղ ունեցած դեպքի հետ, հետեւաբար բացառում եմ, որ այդ դեպքի հետ կապ ունենա, որովհետեւ որովից է առնչություն նման միջավայրի Գրիգորյանը չի ունեցել։ Քաղաքական խմբային առումով հակառակորդներ են այստեղի խմբերի բաժանված։ Այո, եղել են որոշակի լարվածություն, այդ լարվածությունը նաեւ հրապարակային դուք եք ականատես եղել, բայց նման մտահոգություն, նման միտում Վարոջա Գրիգորյանի կողմից չի նկատվել, որովհետեւ գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել իր հետ, լծված էր աշխատանքին, ամենօրյա առաջիկա ամիսներին նույնիսկ ավելի երկարաժամկետ ծրագրերով, այդ օրն է բարձր տրամադրություն ուներ, առաջիկայում հաջորդ շաբաթ նաև Փարաքարի տոններ, մեծ ոգևորությամբ պատրաստվում էր այդ օրվան, ամբողջ թիմով, հետևաբար որևիցե մտահոգություն, որ հնարավոր է ինչ-որ մարդկանց հետ լարվածություն լինի, որը կարող է նման խնդիրների բերի, իր մոտ չի եղել միանշանակ։ Başkan